Երբեմն գաղափարների մեջ, որոնք մոտ են իմաստներով, կա շատ նուրբ, բայց կարևոր տարբերություն։ Լավ օրինակ է ինքնահաստատումը և ինքնաիրականացումը կամ ինքնարեալիզացումը։ Ողջույն։ Ինքնահաստատումը այն վիճակն է, երբ մենք իրականում մեզ շատ թույլ, խոցելի և անարժան ենք համարում, նույնիսկ գուցեև չենք գիտակցում դա, և նաև վախենում ենք, որ ուրիշները իմանան դրա մասին։ Ու ամեն կերպ փորձում ենք ուրիշներին ապացուցել ամեն մեր գործողությամբ, արտաքինով, խոսքով եւ այլն, որ մենք կանք ու շատ արժանի ենք։ Եվ շատ հաճախ մենք դա փորձում ենք անել ուրիշների հաշվին, ինչպես օրինակ խորտակվողը փորձում է բռնվել եւ բարձրանալ իր կողքը հայտնված որևէ մեկի վրա, չհասկանալով, որ դրանով խորտակում է այդ մարդուն եւ նաեւ իր փրկվելու հնարավորությունը։ Նույն կերպ մենք ինքնահաստատվում ենք, այսինքն գտնում ենք մարդկանց, ում վրա կկարողանանք բարձրանալ, լինել ավելի բարձր, իսկ եթե չի ստացվում, գոնե կձևացնենք, որ դա այդպես է։ Ինքնաիրականացումը կամ ինքնարեալիզացումը ճիշտ հակառակությունն ունի։ Մենք չունենք որևէ մեկին որևէ բան ապացուցելու, համեմատվելու, ուրիշների վրա բարձրանալու, ինքներս մեզ բարձրացնելու կարիք։ Մենք պարզապես դրսևորում ենք մեզ, ինչպիսինը որ կանք, իրականացնում ենք մեր երազանքները, գաղափարները, այն ամենը, ինչը համարում ենք ճիշտ։